Եթերում Քյավառ հեռուստաընկերության գեղամա օր լրատվականն է, այսօր 14 հոկտեմբերի օրը երեքշաբթի, բարի երեկո։ Այսօր տեղի է ունեցել Սևան համայնքի ավագանու հերթական նիստը։ 2025 թվականի բյուջեի 9 ամսվա կատարողականով վարչական բյուջեի կատարողականը կազմել է 100%-ից ավելի։ Հոկտեմբերի 14-ին տեղի ունեցավ Սևան համայնքի ավագանու 8-րդ նստաշրջանի երկրորդ նիստը։ Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը ներկայացրեց ընթացիկ տարում համայնքում իրականացվող կապիտալ եւ ընթացիկ ծրագրերն ու աշխատանքները, միաժամանակ անդրադարձ կատարեց համայնքի 2025 թվականի բյուջեի 9 ամսվա կատարողականին, նշելով, որ համայնքային եկամուտների հավաքագրումը պայմանավորված է բնակիչների, տնտեսվարողների, համայնքի նկատմամբ ունեցած հարկային պարտավորությունների կատարմամբ ու տեսանելի ցուցանիշներ գրանցելու համար շատ կարևոր է ժամանակին կատարել վճարումները։ Վարչական բյուջեը կապված է 3 ամսի 9 ամսյակի տվյալներով հավելու գրեթե 1% երակատարում ունենում ենք, որը նորմալ է մեր տարու արժեքներով խնդիրները լուծելու համար։ Մեր կարևոր խնդիրներից մեկը է ինչպես միշտ մեր գումարային խնդիրները ամենաշատ խնդրահարույցը դա կոմունալ տնտեսության հետ կապված վարձավճարների թերի հավաքագրումն է, որը նաև խնդիր է առաջացնում։ Ես խնդրում եմ նորից բոլորիս ազգաբնակչությանը տարվող աշխատանքներին եւ նաև հանրային որպեսզի խնդրենք բոլորին ճիշտ վճարումները կատարեն։ Իսկ մնացած առումներով գրեթե խնդիրներ չկա, կարծում եմ այս տարի եւս Սևան համայնքը կկատարի իր առջեւ դրված խնդիրները եւ նաև կգերադառնի մեր վարչական եկամուտները։ Ինչ վերաբերում է ֆոնդային հետ կապված, երկու բառով ներկայացնեմ, որ ֆոնդային թերակատարումները կապված է արդեն գիտեք, քանի ամիս է, որի աջակցությունը տեղի չեն ունենում, որը թերակատարումը կապված է նաև ֆոնդային բյուջեում, թերակատարումը կապված է աջակցությունների հետ կապված։ Օրակարգային առաջին հարցով Սևանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական եկամուտների հաշվառման եւ հավաքագրման բաժնի պետ Մարիաննա Ռաֆայելյանը ներկայացրեց Սևան համայնքի 2025 թվականի բյուջեի 9 ամսվա կատարողականի վերաբերյալ հաղորդագրություն։ Սեփական եկամուտները կատարվել են 100.5%-ով։ 435.3 միլիոն ծրագրային ցուցանիշի դիմաց հավաքագրվել է 437.4 միլիոն դրամ։ Եկամտատեսակներից տրանսպորտային միջոցների գույքահարկը հավաքագրվել է 86.5%-ով, անշարժ գույքի հարկը 46.3%-ով, աղբահանության վճարը 79.1%-ով, մյուս հարկային եկամուտները, տեղական տուրքերն ու վճարները գերակատարվել են։ Ֆոնդային բյուջեի եկամուտների մասով հողի հարկի օտարումներից մուտքերը կատարվել են 64.7%-ով, 225 միլիոնի դիմաց մուտք է եղել 145.5 միլիոն դրամ։ Նախորդ 2024 թվականի 9 ամսվա համեմատ վարչական բյուջեի եկամուտները ավելացել են 245.8 միլիոն դրամով, կամ 17.3%-ով։ Համապատասխան որոշմամբ ավականին սահմանեց Սևան համայնքում 2026 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացի մեկնարկը։ 2025 թվականին Սևան համայնքը կամավոր միացել է մասնակցային բյուջետավորմանը, ինչի շրջանակներում դդմաշենում այս օրերին արդեն մեկնարկել են նոր խաղահրապարակի կառուցման աշխատանքները։ Մասնակցային բյուջետավորման գործընթացը հնարավորություն է ընձեռնում համայնքի 16 տարին լրացած բնակիչներին մասնակցելու Սևան քաղաքի եւ 11 գյուղական բնակավայրերի զարգացմանն ու բարեկարգմանը, ներկայացնելով իրենց նախընտրած ծրագրերը։ Ծրագրի շնորհիվ քաղաքացիները կարող են իրացնել տեղական ինքնակառավարմանը մասնակցելու իրենց իրավունքը, ներդրում ունենալով համայնքում կյանքի որակի բարձրացմանն ու առաջընթացին։ Արդեն պետությունը ինքը եւս սուբսիդիա է տալիս, այսինքն պետությունն է մասնակցում մեր մասնակցային բյուջետավորման այս գործընթացին։ Սա նշանակում է, որ այս տարի, այսինքն մյուս տարվա համար համայնքի ավականին պիտի ավելի շատ գումար ներդրում անի։ Եթե անցած տարի 10 միլիոն էր, այս տարի արդեն կորոշենք քանի միլիոն է լինելու, որովհետեւ պարտադիր պիտի մյուս տարի 3 ծրագիր իրականացվի, նաեւ էսա դրված։ Հաջորդիվ ավականու որոշմամբ Սևան համայնքի բողբոջ մանկապարտեզին անհատույց օգտագործման իրավունքով տարածք հատկացվեց լիցենզավորման գործընթացը ավարտին հասցնելու համար, ինչպես նաև կից մասնաշենքում կշարունակի իր գործունեությունը Առաքելություն Հայաստանը։ Տարածքը տրամադրվի նաև ուկրաինական համայնքին։ Համայնքի ավականու մեկ այլ որոշմամբ հաշմանդամություն ունեցող անձանց տեղափոխող տրանսպորտային միջոցների կայանման համար Սևան համայնքում առանձնացվեցին տեղեր եւ կատարվեց տեղահատկացում, մասնավորապես Սևանի համայնքապետարանի վարչական շենքի, Սևանի Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցի, Սևանի բժշկական կենտրոնի, Վլադիմիր Կարապետյանի անվան հրապարակի, Զորավար Անդրանիկի անվան հրապարակի, կենտրոնական շուկայի, Նալբանդյան եւ Սայաթնովա փողոցների խաչմերուկի հարակից տարածքներ։
Նախկինում քաղաքացիներին հատկացված հողատարածքի եւ բնակարանի հետ կապված ավականին փոփոխություններ կատարեց Սևան համայնքի ավականու 2025 թվականի սեպտեմբերի 17-ի համար 96A եւ 2023 թվականի մայիսի 17-ի համար 56A որոշումների մեջ։ Հանրապետություն խմբակցությունից ավականու մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել Աշոտ Նադարյանը, ինչը ավականին ընդունեց ի գիտություն։ Օրակարգային հարցերի սպառումից հետո համայնքի ավականուն ներկայացվեցին ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից համայնքի ղեկավարին հասցեագրված դիմումները, որոնց մի մասը ստացավ սպառիչ պատասխան, մյուս մասը խմբակցությունների կողմից լրացուցիչ քննարկումներից հետո կներկայացվի համայնքի ավականու հաջորդ նիստին, որը տեղի կունենա նոյեմբերի 18-ին։ Սուրեն Բարսեղյան, Գնել Հովհաննիսյան, Սևանի STV 1 հեռուստաընկերություն, Եղամաուր։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պատվիրատվությամբ հիմնանորոգվում է Գավառ համայնքի Բերդկունք բնակավայրի կենտրոնական փողոցի մի հատվածը։ Ֆինանսական հատկացումը կատարվում է պետբյուջեից, աշխատանքներն ավարտական փուլում են։ Մի քանի օրից Գավառ համայնքի Բերդկունք բնակավայրում շահագործման կհանձնվի կենտրոնական փողոցի մի հատվածը։ Սևան-Երևան Մարտունի մայրուղուց դեպի Բերդկունք եւ բնակավայրում նոր կառուցվող մանկապարտեզ տանող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն ավարտական փուլում են։ Կարևոր նշանակության ճանապարհի հիմնանորոգումը բնակիչների համար լավագույն իրադարձություն է, որին երկար են սպասել։ Էսի շատ լավ բան էր, ընտիր էր, թե աշխատանքը, թե գործը, թե որակը, հեմեն ինչ ընտիրա։ Փոշի չի լինի, սեղ չի լինի, սաղի համար էլ հարմար է, մանավանդ որ մանկապարտեզը ստեղ է գտնվում, քանի որ այս մանկապարտեզում ինչքան հասկացա ոչ միայն գյուղի բնակիչներն են օգտվելու, այլ նաև հարևան գյուղի, դրա համար շատ կարևոր է։ Փողոցի հիմնանորոգման շինարարությունն իրականացնող կազմակերպությունից հավաստիացնում են, որ կառուցվում է որակյալ եւ սահմանված չափանիշներին համապատասխանող ճանապարհ։ 750 գծամետր երկարությամբ եւ 5100 քառակուսի մետր մակերեսով փողոցն ունի սալիկապատ մայթեր, արտաքին ջրահեռացման համակարգ։ Առաջիկայում նաև կահավորվելու է, կատարվելու է գծանշում, տեղադրվելու են ճանապարհային նշաններ։ Տեղադրվել է շուրջ 650 գծամետր ջրահեռացման համակարգ, եզրաքարերը տեղադրվել մոտ 700 գծամետր, եզրաշարը տեղադրվել մոտ 250 մետր, բետոնյա սալիկներ մոտ 700 քառակուսի մետրին մոտ, հետո տեղադրվել է շերտերը, ավազակոպիչ 10 սանտիմետր հաստությամբ, խճային շերտ 12 սանտիմետր հաստությամբ, հետո բիտումի մածիկով արվել է կլինցովկա, հիմա էլ տեղադրում ենք ասֆալտբետոնյա շերտը։ Երեխեքի համար էլ լավ, մեր օրինակ իմի այս կարգինքի քելամ առած գոլի մեջ մտնել, ջրի մեջ մտնել, առած ցեխոտվելու։ Կանամ արդեն ոդ վրդես նենա պետամ։ Իսկ ենքախ քելեր լավ, բայց դե քանդվեր էր արդեն։ Փչած էր ավտոն կալմեր ջուրը թրցն մեր վրետ։ Յակե պրոբլեմի առաջ իր կանում էլի։ Ծրագրի պատվիրատուն Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն է։ Ճանապարհի հիմնանորոգման համար նախատեսված է 77.5 միլիոն դրամ։ Ֆինանսական հատկացումն իրականացվելու է պետական բյուջեից։ Ալբերտ Մանուկյան, Սարգիս Ալավերդյան, Գավառ հեռուստաընկերություն, Գեղամաուր։ Գավառի Գրիշա Ափրոյանի անվան մարզադպրոցի պարածանրամարտիկ Արտյոմ Մուխսյանը մասնակցել է աշխարհի առաջնությանը եւ դարձել արծաթե մեդալակիր։ Հարազատ դպրոցում մարզիկին դիմավորել են բարձր տրամադրությամբ։ Գավառի Գրիշա Ափրոյանի անվան մարզադպրոցում տոնական բարձր տրամադրությամբ դիմավորում են պարածանրամարտիկ Արտյոմ Մուխսյանին։ Նա վերադառնում է Եգիպտոսի Կահիրե քաղաքից, որտեղ անցած շաբաթ Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել է պարածանրամարտի աշխարհի առաջնությանը եւ արծաթե մեդալակիր դարձել։ Մասնակցում էին 67 երկիր, ուժեղները կային, շատ էին, լավ էր, որ երկրորդ տեղ գրավեցինք, այդքանի միջից շատ բարդ էր։ Պարածանրամարտի աշխարհի առաջնությանը Արտյոմը հանդես է եկել 65 կիլոգրամ քաշային կարգում եւ ձգում պարկած դիրքով վարժությամբ բարձրացրած քաշի եւ մոտեցումների հանրագումարի արդյունքում նվաճել արծաթե մեդալ։ Մեր համար շատ կարևոր է Գավառ քաղաքը միջազգային հարթակներում Արտյոմի պես մարզիկները, որ բարձր են պահում Գավառ անունը եւ Արտյոմի դեպքում մենք միշտ աջակցել ենք եւ միշտ իր կողքին կլինենք։ Միջազգային մրցասպարեզում սա Արտյոմի երկրորդ ձեռքբերումն է։ Այս տարվա մայիսին Վրաստանի Թբիլիսի քաղաքում նա մասնակցեց աշխարհի գավաթի 2025 թվականի առաջնությանը եւ ոսկե մեդալակիր դարձավ։ Մարզիկի հաջողությունների գործում մեծ ներդրում ունեն մարզիչ Ժորա Հովհաննիսյանը, ընտանիքն ու բոլոր այն մարդիկ, ովքեր աջակցում եւ ոգևորում են նրան։ Մեծ հպարտություն եմ ապրում, որ իմ որդին միջազգային մրցույթում
հաջողություններ է ունեցել։ Եգիպտոսում հանդես գալու հարցում մեզ օգնեց Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը, որի համար շատ շնորհակալ ենք։ Շնորհակալություն եմ հայտնում իմ մարզչից Ժորա Ավանեսյանին, որ ջանքեր չխնայեց իմ համար, հասցրեց նոր բարձունքների։ Նաև շնորհակալություն եմ հայտնում Գավառի համայնքապետարանի օգնությամբ, որ տրամադրեց գնացի ասա եւ գրավեցի երկրորդ տեղ։ Շնորհակալություն եմ հայտնում նաև Գևորգ Հովհաննիսյանին, մեր նախագահին եւ պարոն Աբրամյանին, ջանքեր նաև իրանք էլ չխնայեցին, հասցրին մեզ այս նպատակին։ Արկա ձեռքբերումներով սակայն Արտյոմը չի պատրաստվում սահմանափակվել։ Մարզիչ Ժորա Հովհաննիսյանի հետ նա շարունակելու է պարապմունքները, պարածանրամարտում հաջողությունները բազմապատկելու նպատակով։ Ալբերտ Մանուկյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամաօր։ Քյավառ հեռուստաընկերության Գեղամաօր լրատվականի այս թողարկման համար նախատեսել էինք այսքանը։ Ես ձեզ հրաժեշտ եմ տալիս եւ մաղթում ամենայն բարիք։